Fordo, Natanz, and Esfahan. Իրանի դեմ ամերիկյան օդային հարվածները հսկայածավալ վնաս են հասցրել Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին, հայտարարել է նախագահ Թրամփը, պնդելով, թե Ամերիկան միացավ Իրանի դեմ ռազմական գործողություններին, քանի որ դիվանագիտությամբ հնարավոր չեղավ Թեհրանին վերադարձնել բանակցային սեղան։ Միացյալ Նահանգների նախագահը ակնարկել է նաև, որ կարող է ողջունել Իրանի կառավարությունը փոխելու հնարավորությունը։ Եթե Իրանի գործող ռեժիմը անկարող է կրկին Իրանը մեծ դարձնել, ապա ինչու չպետք է լինի ռեժիմի փոփոխություն, ասել է Թրամփը։ Islamic Republic of Iran condemns in the strongest terms. Իրանից հայտարարում են, նրանք հատել են շատ մեծ կարմիր գիծ, հարվածելով միջուկային օբյեկտներին, ընդգծում Վաշինգտոնն ամբողջությամբ պատասխանատու է Իրանի կողմից հնարավոր ցանկացած հակաքայլի համար։ Չի հստակեցվում, սակայն, թե ինչ քայլեր նկատի ունեն։ We face a stark choice. Իրանի միջուկային 3 գլխավոր օբյեկտներին Միացյալ Նահանգների հարվածներից հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ գումարեց։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, Միացյալ Նահանգների կողմից Իրանում իրականացված ռմբակոծությունները տարածաշրջանում վտանգավոր շրջադարձ են և կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ Diplomacy and dialogue. Մինչ այդ գիշերը Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Քերմանշահ նահանգի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Հայտարարվել է, որ իրականացվել է հետախուզության վրա հիմնված հարվածներ Թեհրան, Քերմանշահ և Համեդան քաղաքների շրջանում, օգտագործելով ավելի քան 30 միավոր զինամթերք։ Հաղորդվում է, որ Իրանն էլ բազմաթիվ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, նշվում է, որ առավոտյան Իսրայելի ողջ տարածքում հնչել են նախազգուշացնող ազդանշաններ։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ լրտեսության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել Իսրայելի հետախուզական ծառայության Մոսադի հետ կապված կիբերթիմի ղեկավարը։